Ես վերադարձա ճամփորդությունից առանց նախազգուշացման։ Ուզում էի նրանց անակնկալ մատուցել։ Տաքսին ինձ իջեցրեց ֆրանսիական բուլվարում գտնվող մեր տան դարպասների մոտ։ Ուշ էր, բայց տոնը ողողված էր լույսերով, որոտում էր երաժշտությունը։ Ճամփրուկս թողեցի դարպասի մոտ եւ գնացի դեպի լույսը, մնալով նոճիներիս տվերում։ Պարճգամբում, միայնակ, բազկաթոռին կուչ եկած նստած էր կինս, արշալույսը։ Նա ամբողջ մարմնով դողում էր, ինչպես բարդու տերևը քամուց, եւ ցածրաձայն լալիս էր։ Իսկ ներսում, հյուրասենյակում, որդիս Արտաշը իր աներողու ու զոքանչի հետ եւ իր կնոջ Ալինայի հետ շամպայն էին խմում, ծիծաղում եւ բաժակներ բարձրացնում։ Նրանցից ոչ ոք ինձ չէր տեսնում։ Ոչ ոք չէր տեսնում արշալույսին։ Այդ պահին ես դեռ բառերը չէի լսում, բայց արդեն ամեն ինչ հասկացել էի։ Ինձ կոչում են Արթուր Ստեփանյան։ Ես օլիգարխ չեմ։ Ոչ, ես օդեսացի ձեռնարկատեր եմ։ Ամբողջ կյանքում, ինչ կան ինձ հիշում եմ, աշխատել եմ իմ ձեռքերով, իմ գլխով։ Առավոտից մինչև ուշ գիշեր։ Ես կարծում էի, որ ամրոց եմ կառուցել, ընտանիք, բայց պարզվեց, որ ամենավտանգավոր թշնամին արդեն վաղուց նստած էր իմ սեղանի շուրջը, ուտում էր իմ հացը եւ ժպտում իմ երեսին։ Ես ուզում եմ պատմել ձեզ, թե ինչպես մեկ գիշերվա ընթացքում ես կորցրի որդուս, բայց կարծես թե փրկեցի ընտանիքս։ Եվ հավատացեք, դա իմ կյանքի ամենասարսափելի որոշումն էր։ Այնպես որ լսեք այս պատմությունը մինչև վերջ, եթե հոգիներդ բավականացնի։ Ես ասում եմ օդեսացի, եւ ինձ համար այդ բառի մեջ կա ամեն ինչ. ծով, արև, ֆրանսիական բուլվար, ակացիաների բույր։ Ինձ հետաքրքիր կլիներ իմանալ, թե որտեղից եք ինձ լսում։ Գրեք, խնդրում եմ, մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք, որ երկրից, եւ մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին։ Ինձ ինչ-որտեղ կարևոր է զգալ, որ ես մեն ենակ չեմ այս խոսակցության հետ։ Մենք արշալույսի հետ միասին ենք, սարսափելի է ասել, գրեթե 40 տարի։ Սկսել ենք, այո, ինչպես բոլորը 90-ականներին, 0-ից, լիական, բացարձակ 0-ից։ Ես մի գաղափար ունեի, փոքր հյուրանոցներ, ոչ այն ապակե հսկաները, հազարավոր համարներով, այլ հարմարավետ, բուտիկ հյուրանոցներ, ինչպես հիմա նորաձև է անվանել, ծովափին, որպեսզի մարդը գա եւ իրեն զգա ինչպես տանը, միայն թե ավելի լավ։ Արշալույսը պարզապես կին չէր, նա գործընկեր էր, թիմակից։ Ես պատասխանատու էի շինարարության, վարկերի, գլոբալ հարցերի համար, իսկ նա հոգին էր։ Առաջի տարիներին, չեք հավատա, նա ինքն էր մաքրում համարները սպասուհիներից հետո, ստուգում էր յուրաքանչյուր բարձի երեսը, որպեսզի ձյունաճրմակ լիներ, ինքն էր վարում հաշվապահությունը, հաշվում էր ամեն կոպեկ, մինչև որ մենք կարողացանք մեզ թույլ տալ նորմալ մասնագետի։ Նա անուն գիտեր յուրաքանչյուր աշխատակցի, գիտեր ում երեխաներն են հիվանդ, ում մայրն է ծեր։ Ես կառուցում էի պատերը, իսկ նա կյանք էր հաղորդում դրանց։ Եվ մեզ մոտ ստացվեց 5 հյուրանոց, ոչ մեծ, բայց ամուր, սեփական տուն ֆրանսիական բուլվարում, Հարգանք քաղաքում։ Մենք երբեք շռայլ կյանքով չենք ապրել։ Ոչ, զբոսանավեր չենք գնել, մասնավոր ինքնաթիռներով չենք թռել, պարզապես արժանապատիվ ապրել ենք եւ մտածել, որ այս կյանքում ամեն ինչ ճիշտ ենք արել։ Մենք ամեն ինչ արել ենք որդու համար։ Արտաշը, միակ որդին։ Մենք նրան տվեցին այն ամենը, ինչ կարող ենք եւ նույնիսկ ավելին։ Լավագույն դպրոցը, կրկնուսույցներ, ճարտարապետական կրթություն։ Նա ընդունակ տղա է։ Հիմար չէ։ Ոչ, լավ էր նկարում։ Մենք մտածում էինք, որ նա կգնա իմ հետքերով, կզարգացնի գործը։ Նա նույնիսկ մի քանի նախագիծ արեց մեր նոր մասնաշենքերի համար։ Վատը չէին, պետք է ասել, բայց հետո նա հանդիպեց Ալինային, աղջիկ, լավ ընտանիքից, գիտեք, այն ընտանիքներից, որտեղ հայրիկը միշտ լուծում էր հարցերը, փողերով, կապերով ընտանիք, որտեղ ամեն ինչ կարգավորված էր։ Ես սկզբում նույնիսկ ուրախացա, մտածեցի, դե գուցե սա նրան կխթանի,
խթան կհայտնվի, առողջ մրցակցություն, բայց ստացվեց ճիշտ հակառակը։ Արտաշը շատ արագ սովորեց հեշտ կյանքին։ Ինչու լարվել, եթե կարելի է չլարվել։ Ինչու կարիերա կառուցել, եթե աները միշտ կարող է զանգահարել, ուր պետք է։ Նա ամուսնացավ, նրանք սկսեցին ապրել ճոխ կյանքով, ռեստորաններ, հանգստավայրեր, բրենդային շորեր։ Իսկ ով էր վճարում այդ ճոխ կյանքի համար։ Ճիշտ է, Արթուր Ստեփանյանը։ Արշալույսն առաջինը դա նկատեց։ Նա առհասարակ ինձ մոտ ամեն ինչ առաջինն է տեսնում։ Նա ինձ երեկոյան խոհանոցում կամացուկ ասում էր. «Արթուր, Արտաշը մեզնից հեռանում է, նա ուրիշ է դարձել, օտար ինչ-որ մեկը»։ Ես ձեռքս թափ էի թափում։ Գիտեք ինչպես մենք տղամարդիկս սիրում ենք ձեռք թափ տալ տհաճ բաների վրա։ Ասում էի. «Արշալույս, մի հորինիր, երիտասարդ են, թող ապրեն, մենք ում համար ենք այս ամենը կառուցել, թող վայելեն»։ Իսկ ես ինքս գնալով ավելի հաճախ էի զգում այդ, գիտեք, զզվելի կրծող զգացողությունը, գրգռվածությունն ու տագնապը, կարծես ատամդ ցավում է, ոչ ուժեղ, բայց անընդհատ։ Զանգում է Արտաշը, ձայնը առույղ է, գործնական, «Պապ, այսպիսի գործ կա, Ալինան մեքենա է հավանել, մի քիչ չի հերիքում»։ Կամ «Պապ, մենք այստեղ որոշել ենք դահուկի քշելու գնալ, հյուրանոցը պետք է վճարել»։ Եվ ես փոխանցում էի գումարը, փոխանցում էի և հետո քայլում էի աշխատասենյակում ու բարկանում։ Ում վրա։ Նրա վրա, ինձ վրա։ Նրա վրա, որ նա առողջ 30-ամյա տղամարդը չի ամաչում ծերերից փող վերցնել։ Իսկ նա բոլորովին չէր ամաչում։ Մոտենում էր նոր տարին, դեկտեմբերի վերջն էր, ամենաեռուզեռը, ինձ մոտ հենց ուղևորություն առաջացավ դեպի Եվրոպա, Գերմանիա, գործընկերներ, հյուրանոցների, սպա, գոտիների սարքավորումների գծով։ Պետք էր թռել հաջորդ տարվա պայմանագրերը ստորագրելու համար։ Մեկ շաբաթվա գործ էր, գուցե 10 օրվա, հենց դեկտեմբերի 31-ին պետք էր վերադառնալ։ Ես սկսեցի հավաքել, դասավորել ճամփրուկս և հենց այստեղ նկատեցի Արշալույսի հետ ինչ-որ բան այն չէ։ Նա լռակյաց դարձավ։ Ոչ, նա ինձ մոտ սկզբունքորեն գոռգոռոցող չէ, բայց այստեղ ինչ-որ, գիտեք, կարծես բերանը ժուր առած լինի։ Ինքնամփոփ, ստվերը շրջում էր տանը, ես նրան հարցնում եմ. «Արշալույս, բան է պատահե՞, լավ տեսք չունես, ճնշումդ է»։ Նա ցնցվում է, ժպտում, իսկ ժպտիտը կենդանի չէ, սբնձված է։ Չէ, Արթուր, ամեն ինչ լավ է։ Հոգնել եմ երևի, տարեվերջ է, հաշվետվություններ, դու գիտես։ Եվ ես հավատացի։ Կամ ձևացրի, թե հավատացի։ Գործեր, ինքնաթիռ, պայմանագրեր։ Տղամարդիկ հաճախ չեն նկատում գլխավորը, քանի դեռ այն չի պայթել հենց քթի տակ։ Ես թռա և ահա այնտեղ այդ մաքուր կոկիկ գերմանական քաղաքում ինձ խեղդեց։ Նստած եմ հյուրանոցում, պատուհանից նայում եմ Սուրբ Ծննդյան տոնավաճառին։ Ամենուր լույսեր են, երաժշտություն, մարդիկ ծիծաղում են։ Այդ Գլինտվեյնը կեցշինի հոտ է բուրում, իսկ իմ հոգում կատուներ են ճանգռում, անհանգիստ եմ։ Ես զանգում եմ Արշալույսին 1, 2, նա պատասխանում է։ Ձայնը հարթ է, նույնիսկ չափազանց հարթ։ Ամեն ինչ լավ է, Արթուր, հանգիստ աշխատիր։ Մենք Արտաշի հետ պատրաստվում ենք նոր տարվան։ Իսկ ես չեմ հավատում։ Այ չեմ հավատում եւ վերջ։ Զգում եմ տանը ինչ-որ բան է կատարվում, ինչ-որ բանային չէ, ինչ-որ վատ բան։ Եվ այդ վատ բանը կապված է Արտաշի հետ։ Հոր սիրտը, թե պարզապես փորձը, չգիտեմ, բայց տագնապն աճում էր ամեն ժամի հետ։ Ես չդիմացա։ Ես ավարտեցի բոլոր գործերը 3 օր շուտ։ Կոծկեցի բանակցությունները, ինչ-որտեղ գնացի զիջումների, միայն թե արագ լինի։ Տոմս գնեցի մոտակա չվերթի համար, ոչ ոքի չասացի, ոչ Արշալույսին, ոչ Արտաշին։ Որոշեցի անակնկալ անել։ Երանի ես այդ անակնկալը չանեի, հավատացեք ինձ։ Այն երեկոն
Երբ ես եկա ֆրանսիական բուլվարի իմ տունը, մինչև հիմա աչքիս առաջ է, կարծես 3 լիներ։ Տաքսին տանում էր ինձ գիշերային Օդեսայով։ Քարակն արդեն զարդարված էր, պատրաստվում էր տոնին։ Ցուցափեղկերը փայլում էին, մարդիկ ինչ-որ տեղ էին շտապում, տոնածառերով, տոպրակներով, իսկ իմ հոգին կրծում էր։ Այդ տագնապը, որ բռնել էր ինձ Գերմանիայում, բաց չէր թողնում, այլ միայն ուժեղանում էր։ Տաքսին կանգնեց դարպասների մոտ։ Ես վճարեցի, հանեցի իմ փոքրիկ ճամպրուկը, մոտեցա դռնակին, սպասելով լռության։ Ես պատկերացնում էի, թե ինչպես կմտնեմ, իսկ Արշալույսն արդեն քնած կլինի երևի, իր սենյակում։ Ես կամացուկ կանչնեմ, թե կխմեմ խոհանոցում, եւ հանկարծ ես լսեցի երաժշտություն։ Ես մնացի նախասրահի ստվերում, կախիչի մոտ, անեցի վերարկուս, կախեցի եւ նայեցի հյուրասենյակ։ Սիրտս մի պահ կանգ առավ։ Մեր մեծ սեղանի շուրջը, որը մենք Արշալույսի հետ գնել էինք դեռ 20 տարի առաջ Հոբելյանին, նստած էր մի խումբ։ Իմ որդի Արտաշը, կարմրած, գրգռված, թանկարժեք սվիտերով, նրա կինը Ալինան, ամբողջովին փայլուն զգեստով, որը երևի արժեր իմ ամսական աշխատավարձի չափ 2000-ականների սկզբին։ Եվ նրանք, նրա աներն ու զոքանչը, Գրիշա Բաբուսյանը եւ Սաթենիկ Գարսևանյանը։ Ես նրանց ոչ թե չէի սիրում, ես նրանց տանել չէի կարողանում։ Դրանք ուրիշ տեսակի մարդիկ էին։ Նրանցից, ովքեր երբեք ձեռքերով չեն աշխատել, ովքեր միշտ կարողացել են հարցեր լուծել, պայմանավորվել։ Նրանք աշխարհին նայում էին որպես իրենց կերամանի, եւ հիմա նրանք նստած էին իմ տանը, խմում էին իմ գինին եւ իրենց պահում տանտիրոջ պես։ Սեղանին դրված էին մի շարք շշեր, ինչ որ ափսեներ խորթիկներով, ակնհայտորեն թանկարժեք ռեստորանից։ Նրանք բարձր ծիծաղում էին, կենացներ ասում։ Մեր Արլինոչկայի եւ Արտաշի կենացը նրանց իմաստուն որոշման համար հրճակեց Գրիշա Պաբուսյանը, բարձրացնելով բաժակը։ Ընտանիքի համար ծվծվան ձայնով ձայնակցեց նրան Սաթենիկը։ Ես նայում էի այս պատկերին եւ աչքերս մթվում էին։ Ինչ որոշում։ Ինչ են նրանք տոնում։ Եվ հանկարծ հասկացա, որ չեմ տեսնում Արշալույսին։ Նա սեղանի շուրջ չէր, նա հյուրասենյակում չէր։ Ես արագ, աշխատելով չաղմկել անցա միջանցքով, նայեցի խոհանոց, դատարկ է։ Միայն կեղտոտ ամանների սար եւ ուտելիքի տուփեր։ Ննձասենյակ անկողինը հավաքված չէ։ Եվ այստեղ ես տեսա, որ պատշգամբի դուռը, որը կից է հյուրասենյակին, կիսաբաց է։ Այնտեղից ցուրտ էր փչում։ Ես մոտեցա։ Երաժշտությունն այստեղ մի փոքր ավելի ցածր էր լսվում, իսկ ձայները ավելի բարձր։ Եվ ես տեսա նրան։ Իմ Արշալույսը նստած էր այնտեղ, ցուրտ պատշգամբում, մթության մեջ, կուչ եկած հին հյուսածո բազգաթոռում, ուսերին իր հին շալն էր։ Նա նստած էր մեջքով դեպի խրաչանքը, նայում էր մութ այգուն։ Ես մի քայլ արեցի դեպի նրան եւ լսեցի, թե ինչպես նա հեծ կտարավ, կամաց, որպեսզի ոչ ոք չլսի։ Նա լալում էր, իմ Արշալույսը, իմ ամենաուժեղ մարդը, նստած էր մենային ցրտին եւ լալում էր, մինչ նրա տանը խնջուխ էր։ Գիտեք, ինչ է զգում տղամարդը, երբ տեսնում է իր կնոջ արցունքները։ Իսկ ինչ է նա զգում, երբ հասկանում է, որ դա ինքն է։ Ինքը չպահպանեց, չնկատեց, թողեց նրան մենակ։ Ես ուզում էի ներխուժել այնտեղ, հյուրասենյակ, եւ ամեն ինչ ջարդուփշուր անել գրողի ծոցը, շուռ տալ այդ սեղանը, դուրս շպրտել այդ հյուրերին, բռնել Արտաշի օղակից, բայց ես կանգ առա, որովհետև այդ պահին ինձ հասավ խոսակցությունը։ Նրանք խոսում էին իմ եւ Արշալույսի մասին։ Խոսում էր Սաթենիկը, զոքանչը, ձայնը գիտեք, մեղր էպես է, բայց թույնով։ Արտաշ, դու պետք է մարդ լինես, դու պետք է լուծես այդ հարցը։ Մայրդ, նա պարզ կին է, նա չի հասկանում, նա կարճում է հնին։ Սաթենիկ Գարսևանյանը ճիշտ է, համաձայնեց Գրիշա Բաբուսյանը։
Սա պարզապես ձևականություն է, հենց քո հանգուստյան համար, մեր Ալինոչկայի համար։ Տունը մեծ ակտիվ է։ Ժառանգությունը այնպես գործ է, կեղտոտ, երկար, իսկ այսպես ամեն ինչ մաքուր կլինի։ Ես քարացա։ Ինչ ժառանգություն։ Ես կարծես դեռ ողջ եմ։ Ես չգիտեմ, սա Արտաշի ձայնը։ Ցածր, անվստահ։ Միամլում է։ Մայրիկն այնպես վշտացավ, նա լալում էր, գուցե սպասենք, մինչև հայրիկը վերադառնա։ Եվ այստեղ Ալինան, նրա կինը, ծիծաղաց, այնպիսի սառը քմծիծաղ։ Սպասել Արտաշ, դու փոքր երեխայի պես ես, հայրդ կվերադառնա եւ ամեն ինչ կչեղարկի։ Նա քո մոտ հին թրծվածքի մարդ է, նա մինչև վերջ կկարչնա իր ունեցվածքից, իսկ մորդ հիմա հենց կարելի է համոզել, նա փափուկ է։ Ճիշտ է, կտրեց Սաթենիկը։ Վաղը ձգձգելու բան չկա, նոտարը արդեն զգուշացված է։ Վաղը առավոտյան գնում եք եւ Արշալույց Սարուհանյանը ստորագրում է նվիրատվությունը։ Այս ամենը պետք է անել, քանի դեռ հայրդ երկրում չէ։ Հանգուստյան համար, Արտաշ, հանուն քո ապագա ընտանիքի, որպեսզի հետո խնդիրներ չլինեն։ Նվիրատվություն։ Իմ տան վրա, Արշալույսի վրա։ Ես կանգնած էի միջանցքի մթության մեջ աղմուկով, հարբած հյուրասենյակի եւ ցուրտ պատշգամբի միջև, որտեղ լալում էր իմ կինը։ Եվ ես ամեն ինչ հասկացա։ Ես հասկացա, թե ինչու էր Արշալույս այնքան ինքնամփոփ։ Ես հասկացա, թե ինչ էր այդ վատը, որ զգում էր իմ սիրտը։ Նրանք մշակում էին նրան այդ 3 շաբաթը, ինչ ես չկայի։ Ոչ, դատելով ամենից ավելի երկար։ Նրանք ճնշում էին գործադրում նրա վրա ամեն օր։ Համոզում էին նրան իմ Արշալույսին ստորագրել տանը նվիրատվությունը մեր որդու անունով, այս տեուսյան իրենց անունով։ Եվ վաղը նշանակվել էր այցելություն նոտարի մոտ։ Արյունը հեռացավ դեմքիցս։ Ես զգացի ոչ թե զայրույթ, ոչ, զայրույթը տաք է։ Ես զգացի բացարձակ արկտիկական սառնություն։ Դավաճանություն։ Իմ սեփական որդին։ Ես լուր քյալանցի դեպի պատշգամբ։ Արշալույսը ցնցվեց, շրջվեց, տեսավ ինձ, նրա աչքերը։ Տեր Աստված, որքան ցավ ու ամոթ կար դրանց մեջ, կարծես նա էր մեղավոր։ Արթուր, շշնջեց նա։ Ես մատս դրեցի շուրթերիս։ Սուս, ասեցի, այնքան ցածր, որքան կարող էի։ Ոչ մի բառ, վեր կաց, մենք գնում ենք։ Արշալույսը նայեց ինձ ոչինչ չհասկանացող արտասված աչքերով։ Նա ինչ-որ ստուպորի մեջ էր։ Հյուրասենյակում տոնը վռոտում էր։ Երաժշտությունը խփում էր ականջներին։ Ուր, Արթուր, նրանք չէ որ, վեր կաց, ասեցի ես։ Հաստատուն, արդեն ոչ թե ամուսին, այլ չգիտեմ թե ով, որպես մարդ, որ հրաման է տալիս։ Ես բռնեցի նրա սառը ձեռքը։ Նա հնազանդորեն վեր կացավ։ Շալը սահեց նրա ուսերից եւ ես բռնեցի այն գցի հետ։ Ես անցկացրեցի նրան միջանցքով, երբ մենք հավասարվեցինք հյուրասենյակի դրանը, այնտեղից լսվեց ծիծաղի պորտքսցուն։ Դա Արտաշն էր, ինչ որ անեկդոտ պատմով եւ Սաթենիկ Գարսևանյանը ճղճղան ծիծաղում էր։ Գրիշա Բաբուսյանին, իսկ ես չէի կարող ինձ դա թույլ տալ։ Սկանդալը այն էր, ինչին նրանք հնարավոր է ձգտում են, որպեսզի Արշալույսին ներկայացնեն որպես իստերիկ, իսկ ինձ ինքնահավան բռնակալ։ Ոչ, պատերազմն այդպես չեն հաղթում։ Ես լուր բացեցի մուտքի դուռը։ Արշալույսը մեքենայաբար հագավ իր երկարաճիտ կոշիկները։ Ես գցեցի նրա վրա վերարկուն, վերցրեցի իմը, որը նետել էի 1 ժամ առաջ, մեքենայի բանալիները գրպանումս էին։ Ես ոչինչ չվերցրի, ոչ իմ ճամպրուկը, որն այդպես էլ մնաց կանգնած նախասրահում, ոչ նրա իրերը։ Մենք դուրս եկանք տնից գողերի պես, սեփական տնից։ Ես շրքացրեցի դուռը, կողպեքի ձայնը ինձ խլացուցիչ թվաց։ Մենք նստեցինք մեքենան, շուրջ բոլորդ լռություն էր։ Միայն ծովի քամին էր վշշում սոսիների մեջ։ Ես պտտեցի բանալին, շարժիչը գործի ընկավ, եւ ես միացրի վառարանը ամբողջ հզորությամբ։ Արշալույսի ձեռքերը, որոնք նա դրել էր ծնգներին, սպիտակ էին եւ դոհում էին այնպես, որ ես չէի կարողանում դրան նայել։ Ես դուրս եկա բակից եւ ուղակի քշեցի։ Ուր? Դեռ չէի որոշել, պարզապես հեռու այդ տնից։
Մենք անցանք երևի 5 րոպե լիակատար լռության մեջ։ Եվ հանգարց Արշալույսը փակեց դեմքը ձեռքերով եւ հեկեկաց։ Ոչ այնպես ինչպես պատշգամբում, կամած, ամոթխած, այլ լիաթոք, հեկեկալով ինչպես լալիս են թաղումներին հուսահատ ոռնելով։ Արտուր ջան, ներիր ինձ, ես չկարողացա։ Ես այնպեսի հիմար եմ։ Իմ կողորտում էլ էր գունդ կանգնած, բայց ես չէի կարող թուլանալ։ Պատմիր, հրամայեցի ես նայելով մութ ճանապարհին։ Նրան պորտքաց։ Նա խոսում էր արցունքների մեջ խեղդվելով, բառերը խառնելով։ Սկսվեց հենց այն ժամանակ, երբ դու գնացիր, չէ ավելի շուտ։ Նրանք սկսել էին Արտաշին մշակել ավելի շուտ, որ նա միակ ժառանգն է, որ ամեն ինչ պետք է խելացի լինի։ Ալինան, այդ ամենը Ալինան է եւ նրա մայրը։ Նրանք նրա ականջներին լցնում էին, որ մենք քեզ հետ, որ ես կարող եմ մտափոխվել, որ կարող եմ մարազմի մեջ ընկնել։ Նա հեծկլտաց։ Նրանք սկզբում խնդրում էին. Արթուր, Արտաշը եկավ մենակ։ Ասում էր. «Մամ, սա պարզապես ձևականություն է իմ հանգստանում համար»։ Ես մերժեցի։ Ասացի. «Հայրդ կգա, կորոշենք»։ Իսկ հետո նրանք սկսեցին գալ ամեն օր, բոլորով միասին։ Ալինա, նրա ծնողները, Արտաշը նստած էր եւ լռում։ Իսկ նրանք ասում են, որ ես եսասեր եմ, որ ես չեմ մտածում օրթու ապագայի մասին, որ ես կարճում եմ մեռած բեռին։ Սաթենիկը դա ինձ ասաց Արշալույս Սարուխանյան։ Բոլոր պարքեշտ մարդիկ այդպես են վարվում։ Ինչին է ձեզ պետք այդ տունը։ Դուք տարեց մարդիկ եք, ձեզ արդեն ոչինչ պետք չէ։ Ես սեղմեցի ղեկն այնպես, որ մատերիս հոդերը սպիտակեցին։ Իսկ Արտաշը, ցածր հարցրեցի ես։ Ինչ Արտաշը։ Իսկ Արտաշը լռում էր, գրեթե գոռաց Արշալույսը։ Նա նստած էր եւ նայում հատակին։ Մի անգամ միայն ասաց. «Մամ, դե ինչ դժվար բան է քեզ համար»։ Արթուր, նրանք ինձ վերջացրին։ Նրանք ասեցին, որ եթե ես չստորագրեմ, ապա Արտաշի Ալինայի հետ, որ նրանք գնան, որ ես կմնամ մենակ։ Այսօր նրանք շամպայն բերեցին, ասեցին նշում ենք հաշտությունը։ Նոտարին նշանակեցին վաղը, առավոտյան 10:00-ին։ Ես պետք է ստորագրեի։ Ես չգիտեի ինչ անել։ Ես պարզապես կոտրվեցի։ Նա լալում էր, իսկ ես, գիտեք, իմ մեջ խրճահարություն չկար, ոչ նրա հանդեպ, ոչ իմ։ Իմ մեջ եռում էր սարցե զայրույցը, այն, որը չի գոռում, այլ գործում է։ Նրանք ճնշում էին գործադրում կնոջս վրա 3 շաբաթ։ Իմ որդին, իմ միակ որդին։ Նա նայում էր, թե ինչպես են մորը նվաստացնում։ Նա սպասում մինչև նա կոտրվի, որպեսզի խլի մեզնից տունը։ Ես վարում էի մեքենան գիշերային քաղաքով։ Ուր։ Ես հասկացա, մեր վայրերից մեկը, մեր առաջին հյուրանոցը Ադմիրալը։ Այնտեղ, որտեղ մեզ բոլորը ճանաչում են, այնտեղ, որտեղ մենք անվտանգ կլինենք։ Ես մոտեցա հյուրանոցին։ Գիշերային ադմինիստրատոր Գալստյանը դուրս թռավ, տեսնելով իմ մեքենան։ Արթուր Ստեփանյան, դուք չէ որ Գերմանիայում էիք, արդեն Օդեսայում եք։ Գալստյան, տուր մեզ լավագույն լյուքսը։ Եվ ոչ մի բառ, որ մենք այստեղ ենք, ոչ մի հոգուն։ Հասկացա Ստեփանյան, գլուխով արեց նա, տեսնելով իմ դեմքը եւ արծված Արշալույսին։ Մենք բարձրացանք համար։ Ստերիլ մաքրություն, լռություն։ Պատուհանից այն կողմ աղմկում էր ծովը։ Արշալույսը նստեց բազկաթոռին եւ լռեց նայելով մի կետի։ Նա սպառվել էր, իսկ ես զգացի, որ ուշքի եկա։ Տունը թշնամու տարածք էր, իսկ այստեղ իմն է։ Արշալույս, ասացի ես նստելով նրա առջև կքանստած։ Լսիր ինձ, դու ոչնչում մեղավոր չես, լսում ես։ Ոչնչում, դու պարզապես սիրում ես նրան, իսկ նա, ես խոսքս չավարտեցի, ես հանեցի հեռախոսը։ Դու պետք է քնես, ջուր խմիր, ես հիմա ամեն ինչ կլուծեմ։ Նա գլխով արեց։ Ես դուրս եկա համարի պատշգամբ, ծածկեցի դուռը։ Գիշերվա ժամը 2-ն էր։ Ես հավաքեցի համարը, զանգերը երկար էին գնում։ Վերջապես քնաթաթախ, բարկացած ձայն։ Այո, Վադիմ, Արթուրն է։ Վադիմը իմ իրավաբաններ 25 տարի։ Նա իմ եւ իմ բիզնեսի մասին ամեն ինչ գիտեր։ Նա պարզապես իրավաբան չէր, նա գայլ էր։ Ստեփանյան, նա ակնթարթորեն արթնացավ։ Ինչ է պատահել։ Դու չէ որ պետք է, ես Օդեսայում եմ, Ադմիրալում։ Ինձ պետք է որ դու այստեղ լինես կես ժամից նոթբուքով եւ բոլոր ձևաթղթերով։ Ինչ հրատապություն է։ Հրդեհ, հարկային, ավելի վատ է ասացի ես։ Ընտանիք։ 35 րոպե անց Վադիմը նստած էր իմ դիմաց համարում։ Արշալույսը նիրհել էր բազկաթոռին, ծածկզելով ծածկոցով։ Վադիմը ջինսով, ես սվիտերով էր, անքնությունից կարմրած աչքերով։ Պատմիր, եւ ես պատմեցի, կարճ, չոր, առանց էմոցիաների, խնջույք, խոսակցություն, նվիրատվություն։ Նոտարը առավոտյան 10-ին։ Վադիմը լսում էր եւ դեմքը քարանում էր։ Նա Արտաշին մանկուց էր ճանաչում։ Հասկացա, ասաց նա, երբ ես վերջացրի։ Պլանը։ Ինչ պլան, Վադիմ, ասացի ես։ Պարզ։ Մենք նրան ձրկում ենք ամեն ինչից։ Ես նայում էի Արշալույսին, քնած Արշալույսին։
Ամբողջ կյանքս այն ամենը, ինչ ես կառուցել էի նրա համար եւ նրա համար։ Իսկ նա որոշեց այդ ամենը խլել, անցնելով մորը վրայով։ Առաջինը ես սկսեցի ծալել մատերս։ Բոլոր լիազորագրերը, որոնք տրված են Արտաշ Արթուրի անվամբ, չեղարկել։ Բոլոր բանկային, հյուրանոցների կառավարման, գործեր վարելու, ամեն ինչ։ Ինչ կա կանենք, գլխով արեց Վադիմը, բացելով նոթբուկը։ Երկրորդը, տունը ֆրանսիականի վրա, այն մեր համատեղ սեփականությունն է։ Ես ուզում եմ անհապաղ նոտարիական արգելք ցանկացած գրանցման գործողությունների, նվիրատվություն, վաճառք, վարձակալ, որտեղ իմաց նոտար չկարողանա ոչինչ ձևակերպել։ Դա կարելի է։ Առավոտյան հարցում կանեմ, ժամը 9-ին արգելքը դրված կլինի։ Նրանք կգան 10-ին եւ կբախվեն պատին։ Լավ է, բայց դա քիչ է։ Երրորդը, կտակը։ Վադիմը աչքերը բարձրացրեց ինձ վրա։ Արթուր, դու վստահ ես։ Ես երբեք այսքան վստահ չեմ եղել, Վադիմ։ Ես ուզում եմ ամբողջությամբ փոխել կտակը մեր ընդհանուր արշալույսի հետ։ Դու ուզում ես։ Ես ուզում եմ, որ Արտաշ Արթուրին ոչինչնիսը ստանա, ոչ տուն, ոչ բաժնետոմսեր, ոչ հաշիվներ, ոչինչ։ Վադիմը լռում էր։ Ստեփանյան, դա տաք գլխով է։ Նա քո որդին է։ Նա իմ որդին էր մինչև այսօրվա երեկոն։ Ամեն ինչ, ինչ մենք կուտակել ենք, ամեն ինչ մեր մահից հետո պետք է գնա բարեգործական հիմնագրամ։ Գրիր, ծնողազուրկ երեխաների օգնության հիմնագրամ, ճակատագրի հեգնանք է, չէ։ Վադիմը հոգոց հանեց։ Ինչպես ասես, կտակարարի կամքը օրենք է։ Արշալույս Սարուքանյանը նա կստորագրի։ Ես կխոսամ նրա հետ առավոտյան։ Սա դեռ ամեն ինչ է, ասացի ես, գալով, որ այռուցը ներսում վերածվում է գրանիտի։ Արտաշը հասանելիություն ունի տան չրգելի, պահարանին եւ տան բանելներին։ Ես հանեցի հեռախոսը եւ հավաքեցի եւս մեկ համար։ Իմ անվտանգության ծառայության պետին։ Ալյո, Գվիդոն, բարի գիշեր։ Այո, ես եմ։ Ինձ պետք է, որ 1 ժամից ֆրանսիական բուլվարի տան մոտ լինեն քո տղաներից 3-ը լավագույնները եւ փահակների մասնագետ։ Այո, փոխել բացարձակապես բոլոր փահակները եւ ազնանշանային համակարգը։ Կոդը գիտեմ միայն ես։ Եվ էլի, զանգահարի շրջանային ոստիկանություն, ասա, որ իմ տանը կողմնակի անձինք են աղմուկ բարձրացել։ Ինձ պետք է լինի ջոկատ։ Այո, առավոտյան 8-ին։ Ես չքնեցի ամբողջ գիշեր։ Նա գնաց ժամը 5-ին մոտ, տանելով առաջին ստորագրված ձևաթղթերը։ Գվիդոնը իմացեպետը զանգահարեց 6-ին։ Ստեփանյան, օբյեկտը մաքուր է։ Փականները փոխել ենք։ Ազդանշանային համակարգը իմ հսկողության տակ է։ Հյուրերը դեռ քնած են կարծես։ Իմ տղաները սպասում են ձեզ դարպասի մոտ։ Ես նստած էի բազկաթոռին եւ նայում էի, թե ինչպես է ադմիրալի պատուհանից այն կողմ մոխրագույն դեկտեմբերյան ծովը միախառնվում մոխրագույն երկենքին։ Լուսաբացը պղտոր էր, ծանր։ Արշալուսը արտկացավ, երբ ես համար էի պատվիրում սուրճ։ Նա քնել էր ընդամենը մի քանի ժամ, ընդհատումներով, բայց տեսքը ոչ թե հանգստացած էր, այլ ավելի շուտ դատարկված։ Նրանից իջել էր այդ խուճապը, մնացել էր միայն բութ մոխրագույն ցավը։ Արթուր, ցածր ասաց նա նստելով դիմացս։ Ինչ ես անելու։ Ես բռնեցի նրա ձեռքը։ Ձեռքը դեռ սառն էր։ Ես արդեն արել եմ, արշալույս։ Եվ ես նրան ամեն ինչ պատմեցի հանգիստ, կետ առ կետ։ Վադիմի մասին, չեղարկված լիազորագրերի, տան հետ կապված գործարքների արգելքի, Գվիդոնի եւ նոր փականների մասին։ Նա լսում էր, գլխով անում։ Իսկ հետո ես հասա վերջին կետին։ Եվ ես փոխեցի կտակը։ Նա բարձրացրեց աչքերը ինձ վրա։ Ինչպես։ Ամեն ինչ։ Ամեն ինչ, ինչ մենք ունենք, հյուրանոցներ, հաշիվներ, տուն, ամեն ինչ կգնա բարեգործական հիմնադրամ։ Արտաշին ոչինչ չի մնա։ Արշալույսը հառաչեց եւ ես առաջին անգամ այս գիշերվա ընթացքում տեսա նրա աչքերում ոչ թե վախ, այլ բողոք։ Արտուր, պետք չէ։ Նա հիմար է, նա մեր որդին էր։ Կտրեցի ես։ Ոչ, նա կարչեց իմ ձեռքից։ Արտուր, չի կարելի, դու նրան կսպանես։ Նա չի ապրի առանց մեզ, նա կկորչի, Ալինան, նրա ծնողները, նրան կուլ կտան նրան եւ դուրս կթքեն, երբ հասկանան, որ նա մերկ է։ Նշանակում այդպիսին է նրա գինը, ասացի ես։ Նա իր ընտրությունը կատարել է։ Արշալույս, երեք երբ նա նստած էր եւ նայում էր, թե ինչպես է քեզ նրա մայրը նվաստացնում ու հասցնում արցունքների, որպիսի խլի մեզնից տունը, նա ընտրեց նրանց, նա ընտրեց փողը։
Նա ընտրեց հեշտ ճանապարհը։ Դա ես եմ մեղավոր, լաց եղավ նա նորից։ Ես նրան ամեն ինչ ներում էի։ Մենք երկուսն էլ մեղավոր ենք, կոշտ ասացի ես։ Մենք մեծացել ենք ոչ թե տղամարդ, այլ սպառող։ Եվ եթե մենք հիմա նրան ներենք, ինչպես դու ասում ես, մենք պարզապես կհասկացնենք նրան, որ այդպես կարելի է, որ կարելի է դավաճանել ծնողներին, իսկ նրանք միևնույն է ամեն ինչ կուլ կտան եւ էլի փող կտան։ Ոչ, հերիք է։ Ես նայում էի նրա աչքերին։ Ես գիտեի, որ սա ամենասարսափելի բանն է, որ ես արել եմ կյանքում։ Ես կտրեցի սեփական որդուս, բայց ես նաև հաստատ գիտեի, որ եթե ես դա չանեմ, մենք կկորցնենք ոչ միայն փողերը, մենք կկորցնենք մեզ, մեր արժանապատվությունը, այն ամենը, հանուն ինչի ապրել ենք։ Արշալույս, ասացի ես ավելի մեղ։ Մենք գուցե կորցրել ենք որդուն, բայց մենք պետք է պահպանենք այն, ինչ կառուցել ենք, եւ պահպանենք միմյանց։ Ես թույլ չեմ տա նրանց կոտրել քեզ եւ թույլ չեմ տա նրանք կոտրել ինձ։ Ես դրեցի նրա առջև թղթերը, որոնք թողել էր Վադիմը։ Նոր կտակը։ Նա նայում էր դրանց երկար, մի րոպե, 2 րոպե, հետո վերցրեց գրիչը, որ ես մեկնեցի, եւ առանց նայելու ստորագրեց։ Առավոտյան ժամը 8:00-ին մենք մոտեցանք ֆրանսիական բուլվարի մեր տանը։ Դարպասի մոտ իսկապես կանգնած էր մի աննկատ մեքենա, իմ 2 թիկնականներով։ Գվիդոնը մոտեցավ, գլխով արեց. Արտուր Ստեկանյան, ամեն ինչ հանգիստ է։ Եվ նա գլխով ցույց տվեց կողքի։ Մեր գործընկերները տեղում են։ Մի փոքր այն կողմ փողոցում կանգնած էր պարեկային մեքենա։ Նրանք այնտեղ են, հարցրեցի ես։ Ներսում։ Մենք աղմուկ չբարձրացրեցինք, ինչպես դուք էլ խնդրել էիք։ Սպասում են ձեզ։ Ես բռնեցի Արշալույսի ջերքը։ Գնացինք տուն։ Գվիդոնը բացեց դարպասը նոր բանալիով։ Մենք մտանք բակ, եւ ես տեսա իմ տունը։ Այն կեղտոտ էր երևում, նաեւ դրսից, կարծես պղծած լինեին։ Գվիդոնը բացեց մուտքի դուռը։ Նախասրահից հարվածեց այն երեկվա դեմ հոտը, հնացած ալկոհոլ, օտար օծանելիք եւ սառած ուտելիք։ Հյուրասենյակում ջարդու փշուր էր, շթեր, կեղտոտ ափսեներ, ինչ որ նիդայոտկի, կիսատ կերած ուտելիք, անձեռոցիկներ։ Բացքաթորին դատարկ շիչը գրկած քնում էր Գրիշա Բաբուսյանը։ Աները։ Նա տավածով էր արձակված վերնաշապկով եւ կամած խրմրչում էր։ Նախասրահի աղմուկի վրա հյուրասենյակներից երևացին մյուսները։ Առաջինը դուրս եկավ Սաթենիկը, նրա կինը, մեր խալատով։ Արշալույսի մետապասե խալատով, նա տրորում էր քնաթաթաղ դեմքը։ Ո՞վ է այստեղ։ Գվիդոն, դու ես։ Ջուր բեր։ Եվ այստեղ նա տեսավ ինձ։ Նա քարացավ։ Ձեռքը այդպես էլ մնաց դեմքի մոտ։ Քուն նրանից թռավ ակնթարթով. Արթուր Ստեփանյան։ Նրա ճիռը արթնացրեց մյուսներին։ Արտաշի ննջասենյակից հոթաղատերը քաշ տալով դուրս եկավ Ալինան, իսկ նրա հետևից իմ որդին, Արտաշը, գնատատ, տրորված կարմիր աչքերով։ Նա տեսավ ինձ եւ ես տեսա նրա աչքերում ամեն ինչ։ Ոչ թե զղջում, ոչ, սարսափ, կենթանական սարսափ երեխայի, ում բռնել են հանցանքի վայրում։ Պապա, դու չէ որ։ Ես տանն եմ, Արտաշ, ասացի ես հանգիստ։ Ես բացարձակ հանգիստ էի։ Ես տանն եմ։ Իսկ դուք ինչպես տեսնում եմ, լավ նշել եք իմ բացակայությունը։ Արթուր, թանկագինս։ Հուշկի եղավ Գրիշա Բաբուսյանը, նա վեր թռավ բազկաթողից, փորձելով ընթացքում կոճկալ վերնաշապքը։ Ինչպիսի հանդիպում։ Իսկ մենք այստեղ Արտաշին ենք աջակցում, Արշալույս Սարուխանյանի մոտ։ Ես տեղյակ եմ Արշալույս Սարուխանյանի գործերից։ Եվ տեղյակ եմ ձեր պլաններից։ Ինչ պլաններից, ճղճղեց Սաթենիկը։ Մենք պարզապես հյուր ենք եկել։ Հյուր։ Ես հայացքով ընդգրկեցի ավերած հյուրասենյակը։ Գիշերակացով։ Իմ տան նվիրատվությունը ստորագրելու համոզելով։ Ալինան մի քայլ առաջ արեց։ Իսկ ինչ կա որ։ Արտաշը միակ ժառանգն է, նա իրավունք ունի։ Նա իրավունք չունի, ասացի ես նույնքան ցածր։ Ոչնչի։ Ես հանեցի թղթապանակից փաստաթղթերը, որոնք ինձ առավոտյան բերել էր Վադիմը։ Այս րոպեից Արտաշ Արթուրին ոչ մի կապ չունի իմ բիզնեսի հետ։ Բոլոր լիազորագրերը չեղարկված են։ Նրա բոլոր կորպորատիվ հաշիվները արգելափակված են։ Դու չես կարող, գոռաց Արտաշը։ Դա առաջին բանն էր, որ նա ասաց։ Ոչ թե ներիր, այլ դու չես կարող։ Կարող եմ։ Իսկ ահա եւ բալը տորթի վրա։ Ես հանեցի եւս մեկ թուղթ։
Սա քաղվածք է ռեեստրից։ Տան վրա դրված է նոտարական արգելք ցանկացած գործողության համար։ Այնպես որ ձեր այցը նոտարին առավոտյան 10-ին, ես նայեցի ժամացույցին, կարող եք չեղարկել, այն անիմաստ կլինի։ Լռություն տիրեց։ Լսվում էր, թե ինչպես է խռմփացնում քնած պահակը փողոցում կանգնած մեքենայում։ Բայց Սաթենիկը բառեր էր փնտրում։ Արշալույս, ասա նրան։ Մենք չէ որ Արտախի համար։ Արշալույսը կանգնած էր կողքիս։ Նա բռնել էր թևս եւ լռում էր։ Նա պարզապես նայում էր որդուն։ Իսկ հիմա, ասացի ես կխնդրեմ ձեզ լքեն իմ տունը։ Մենք չենք գնա, գոռաց Գրիշա Բաբուսյանը։ Սա նաև Արթաշի տունն է։ Այդ պահին նախասրա մտան երկու ոստիկան, դանդաղ, ծանրաշկիր։ Նրանց հետևից Գվիդոնը։ Քաղաքացիներ, ասաց ավագ լեյտենանտը, դիմում է ստացվել տան սեփականատեր Արթուր Ստեփանյանից այն մասին, որ կողմնակի անձինք հրաժարվում են լքել նրա մասնավոր սեփականությունը։ Մենք կողմնակի չենք, ճչաց Ալինան։ Սա իմ ամուսինն է, սա նրա տունն է։ Ձեր ամուսին այստեղ գրանցված չէ, ասացի ես։ Նա գրանցված է ձեզ մոտ, Ալինա։ Իսկ սա իմ եւ իմ կնոջ տունն է։ Ոստիկանը գլուխ արեց։ Խնդրում եմ ձեզ, քաղաքացիներ, չհասցնենք վարչական ձերբակալության։ Հավաքեք իրերը եւ դեպի ելքը։ Սաթալիկն ու Գրիշան հասկացան, որ ներկայությունը ավարտված է։ Նրանք նետվեցին սենյակներ, չարությամբ ֆշշանած, հավաքելով իրենց իրերը։ Ալինան վազեց նրանց հետևից։ Միայն Արտաշը մնաց կանգնած հյուրասենյակի մեջտեղում։ Նա նայում էր ինձ, դեղուն, ջախջախված։ Պապա, ես սպասում էի։ Ինչի էի սպասում։ Որ նա կասի, ներիր, ես չէի ուզում։ Պապա, նրանք ինձ ստիպեցին, մեմյամեց նա։ Եվ այդ պահին իմ մեջ ամեն ինչ մեռավ։ Վերջնականապես։ Նա նույնիսկ հիմա մեղքը իր վրա չվերցրեց, նա գցեց ամեն ինչ նրանց վրա։ Դուրս, ասացի ես։ Պապա, դուրս։ Նա հետ էր գնում։ Ես տեսա, թե ինչպես նրա աչքերում փայլեց վախը, հետո չարությունը։ Նա շրջվեց եւ գնաց դեպի ելքը։ Հենց դրան մոտ նա հետ նայեց։ Ալինան արդեն գոռում էր նրան շքամուտքից. Արտաշ, դու գալիս ես։ Նա նայեց ինձ։ Հետո Արշալույսին, եւ ես ասացի նրան այդ նույն բառերը։ Ազգականությունը չի արդարացնում դավաճանությունը։ Գնա։ Դուռը նրա հետևից շրխկաց։ Արշալույսը հենվեց ինձ եւ կամաց լաց եղավ։ Ես գրկեցի նրան։ Մենք կանգնած էինք մեր ավերած տան մեջտեղում։ Մենք հաղթեցինք, բայց դա իմ իլանքի ամենադառը հաղթանակն էր։ Երբ Արտաշի հետևից փակեց դուռը, լռությունը տանը դարձավ խլացուցիչ։ Այն ճնշում էր ականները։ Արշալույսը սահեց նախասրահի պատով եւ պարզապես նստեց, նայելով մի կետի։ Ոստիկանները քաղաքավարի հրաժեշտ տվին եւ գնացին։ Իմ թիկնակիները մնացին բակում, իսկ մենք գնացինք մաքրելու։ Գիտեք, դա ամենասարսափելին էր։ Մենք 30 տարի կառուցել էինք այս տունը։ Յուրաքանչյուր բաժակ, յուրաքանչյուր ափսե գնել էինք միասին։ Իսկ հիմա մենք քայլում էինք մեր հյուրասենյակով ինչպես մոխրակույտով եւ հավաքում օտար աղբը։ Ծխախոտի մնացորդներ ծաղկավաններում, շամպանի կպչուն հետքեր մանրահատակի վրա, փայլաթղթի ինչ-որ կտորներ, կեղդոտ անձեռոցներ եւ հոտը։ Այդ ներթափանցիկ, սրտխառնոց առաջացնող հոտը օտար տոնի։ Դավաճանության հոտը։ Արշալույսը լուր լվացում էր ամանները։ Նա վերցրեց մի ափսե, որից երևի թե կերել էր Սաթենիկը, եւ հանկարծ ամբողջ ուժով շպրտեց այն լվացանի մեջ։ Ափսեն ջարդուփշուր եղավ մանր կտորների։ Ատում եմ, շշնեց նա, ատում եմ նրանց եւ ինձ։ Ես մոտեցա, լուղ բռնեցի նրա ձեռքերը։ Հանեցի լվացանից։ Ափի վրա փոքր կտրված կար, արյուն էր հոսում։ Գնանք, ասացի ես։ Հերիք է, կլինին կկանչենք։ Ոչ, գլուխը թափեց նա, նայելով իր արյունը։ Ես պետք է ինքս անեմ։ Եվ նա շարունակեց։ Լվացում էր, տրորում, քերում, կարծես փորձում էր լվանալ ոչ թե տունը, այլ այն, թե ինչ պատահեց։
Իսկ ես հավաքում էի շշերը, թանկարժեք շամպայն, կոնյակ, երևի ամեն ինչը, որ Արթաշը գտել էր իմ բարում։ Ես տանում էի այդ շշերը աղբամանների մոտ եւ զգում, թե ինչպես ամեն դեն նտած ապակի հետ իմ մեջ ինչ-որ բան կարծրանում է, վերածվում քարի։ Մենք վերջացրինք երեկոյան։ Տունը նորից մաքուր էր, բայց այն մեռած էր։ Երեկոյան եկավ Վադիմը, իրավաբանը, բերել բոլոր թղթերը։ Դե ինչ, Արթուր Ստեփանյան, ամեն ինչ ուժի մեջ է, արգելքը դրված է, կտակը գրանցված է, ես նաև պատրաստել եմ, ինչպես դուք եք խնդրել, հավատագրային կառավարման փաստաթղթերը։ Նա շրջվեց դեպի արշալույսը։ Նա նստած էր բազկաթոռին, փաթաթված ծածկոցով, չնայած տանը տաք էր։ Արշալույս Սարուխանյան, ասաց նա մեղմ, այս թղթերով դուք դառնում եք միակ շահառունը, ինչ էլ որ պատահի, նույնիսկ Արթուր Ստեփանյանի հետ ոչ մի մարդ, ներառյալ Արտաշը, չի կարողանա հավակնել ոչ մի կոպեկի ձեր կյանքի օրոք։ Բիզնեսի ամբողջ կառավարումը, բոլոր ակտիվները, ամեն ինչ կաշխատի ձեզ համար։ Դուք ամբողջությամբ պաշտպանված եք։ Ես դա արեցի ամեն դեպքի համար։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, որպեսզի Արտաշը կամ Աստված մի արասցե այդ նրա ընտանիքը չկարողանան նորից ճնշում գործադրել արշալույսի վրա։ Նա լուր գլխով արեց։ Շնորհակալություն Վադիմ։ Արթուր, ասաց նա ինձ արդեն դռան մոտ։ Ես խոսակցությունների ձայնագրությունները, որ դու ինձ տվեցիր, կցել եմ գործին։ Սա ճնշում է, եթե նրանք շարժվեն, կարելի է եւ գործ հարուցել։ Պետք չէ, ասացի ես։ Թող դա մնա քեզ մոտ որպես երաշխիք։ Նա գլխով արեց եւ գնաց։ Սկսվեցին սարսափելի օրեր։ Գիտեք, երբ մեծ վիշտ է պատահում, սկզբում դու ադրենալինի վրա ես, գործում ես, որոշում, պատերազմում։ Իսկ հետո, երբ ամեն ինչ արված է, քեզ ծածկում է, մեզ ծածկեց։ Մենք ապրում էինք դատարկ, արձագանքող տանը։ Արշալույսը գրեթե չէր խոսում։ Նա քայլում էր սենյակից սենյակ, ինչպես ստվեր։ Երբեմն ես բռնացնում էի նրան Արտաշի մանկական սենյակում։ Դե ինչպես մանկական, նա վաղուց այնտեղ չէր ապրում, բայց սենյակը մնում էր նրանը։ Նա նստում էր նրա մահճակալին եւ ձեռքում պահում ինչ-որ հին լուսանկար։ Նա այնտեղ փոքր է, մենք ծովում ենք։ Եվ լալիս էր, կամաց, անձայն։ Իսկ ես գլխով մտա աշխատանքի մեջ։ Ես գալիս էի հյուրանոց առավոտյան 7-ին, գնում էի կես գիշերին։ Ես ստուգում էի յուրաքանչյուր անձեռոցիկ, յուրաքանչյուր լար։ Ես գոռում էի անձնակազմի վրա այնպես, ինչպես երբեք չէի գոռացել։ Ես թափում էի իմ ցավը, իմ գատաղությունը նրանց վրա, իսկ երեկոյան վերադառնում էի ցուրտ, լռակյաց տուն։ Մենք գրեթե դադարեցինք քնել նույն ննջասենյակում։ Ոչ թե մենք վիճել էինք, պարզապես մենք չգիտեինք ինչպես խոսել միմյանց հետ։ Յուրաքանչյուրի ցավը այնքան մեծ էր, որ երկուսի համար չէր հերիքում։ Այդպես անցավ նոր տարին։ Մենք նույնիսկ տոնածառ չդրեցինք։ Կես գիշերին ես բացեցի շամպայնի շիշը։ Մենք լուր խփեցինք բաժակները։ Մեր կենաց, ասացի ես։ Մեր կենաց, արձագանքեց արշալույսը։ Նրա աչքերում արցունքներ էին։ Մենք երկուսն էլ գիտեինք, որ սա առաջին նոր տարին է 30 տարվա ընթացքում, առանց որդու։ Եվ ահա գիտեք, ես գրեթե հավատացի, որ վերջ, ամեն ինչ ավարտված է, որ մենք այդպես էլ կապրենք մինչև վերջ, 2 օտար վիրավոր ծերունի։ Իսկ հետո, երևի 2 ամիս անց, փետրվարի վերջին էր արդեն, հնչեց զանգ քաղաքային հեռախոսին։ Արշալույսը վերցրեց լսախոնը։ Ես խոհանոցում էի, բայց լսեցի ցածր լացակոմած տղամարդու ձայն։ Մամա, արշալույսը քարացավ։ Լսախոնը ընկավ նրա ձեռքից եւ կախվեց լարից։ Այնտեղից լսվում էր. «Մամա, մամա, խնդրում եմ»։ Ես մոտեցա եւ լուր կախեցի լսախոնը։ «Չհամարձակվես», ասացի ես։ «Արթուր, նա լալիս է, դա Արտաշն է։ Ես գիտեմ։ Նա զանգում էր ամեն օր, մի 10 անգամ։ Ես անջատեցի քաղաքային հեռախոսը։ Նա սկսեց զանգել արշալույսի բջջայինին։ Նա չվերցնում, բայց ես տեսնում էի, թե ինչպես էր ցնցվում ամեն անգամ։ Նա նայում էր էկրանին
եւ նրա դեմքով արցունքներ էին հոսում։ Իսկ հետո նա եկավ։ Ես բարկում էի, ինչ որ բան էի անում վարդերի հետ։ Ծածկում էի դրանք եւ լսեցի, թե ինչպես է օվքը քաշում դռնակը։ Ես մոտեցա։ Դարպասի հետևում կանգնած էր նա, Տեր Աստված։ Եթե ես չիմանայի, որ դա իմ որդին է, ես չէի ճանաչե։ Դա այն կարմրած կուշ տղան չէր, որին ես տեսել էի խնջույքին։ Դա Անտուն մեկն էր։ Նիհար, մազերը մեծացած, ինչ որ կեղտոտ բարակ բաջակունով, չնայած դրսում սարցային քվի էր։ Աչքերը փոշ էին ընկել, կապույտ շրջանակներ։ Նա սթափ էր, բայց հուսահատված։ Նա տեսավ ինձ եւ սխմվեց դարպասի չաղերին։ «Պապա, ինչ է պետք ձեզ», հարցրեցի ես։ «Պապա, թող ներս, խնդրում եմ»։ «Ինչով»։ Ես ամեն ինչ հասկացա։ Ներիր ինձ։ Ես սխալ էի։ Ալինան ինձ դուրս արեց միանգամից։ Հենց իմացավ, որ փող չկա։ Նրանց ծնողները ասացին, որ ես չմոտենամ իրենց տանը։ Ես ապրում եմ, պապ։ Ես կայանում եմ ապրում 2 շաբաթ։ Ես ընդհանրապես փող չունեմ։ Նա լալիս էր, իսկական արցունքներով, ոչ թե այն, որ խնջույքին էին, ցրտի, սովի եւ նվաստացման արցունքներով։ Ես նայում էի նրան եւ իմ մեջ պայքարում էր 2 մարդ։ Հայրը, որ ուզում էր բացել այս դռնակը, տուն տանել նրան, կերակրել, լողացնել, եւ այն Արթուրը, որ տեսել էր, թե ինչպես է պաշտգոնում լալիս արշալույսը։ Եվ երկրորդը հաղթեց։ Դու ստացար այն, ինչ ուզում էի, Արտաշ, ասացի ես հարթ։ Ազատություն մեզնից, գեղեցիկ կյանք, ահա դա։ Պապա, ես կմեռնեմ, ես կսարչեմ, ներիր, ես ամեն ինչ կանեմ, ամեն ինչը որն է։ Ես չգիտեմ, ես կաշխատեմ։ Կաշխատես, իսկ դու կարողանում ես։ Նա լռում էր։ Ես նայեցի նրան, իմ որդուն, որը կանգնած էր իմ տան դարպասների հետևում, ինչպես մուրացանք։ Պատիժը կտևի 5 տարի, ասացի ես շեշտելով յուրաքանչյուր բառը։ 5 տարի, եթե այդ ընթացքում դու ապացուցես, որ մարդ ես դարձել, որ դու կարող ես ինքնուրույն ապրել, որ դու կարող ես պատասխանատվություն կրել քո արարքների համար, այլ ոչ թե թախնվել ուրիշի մեջքի հետևում, այդ ժամանակ գուցե մենք կխոսանք։ 5 տարի, շշնջաց նա։ Պապա, ես չեմ ապրի, ես կպրես, ես քեզ 1 շանս կտամ։ Ես վերադարձա տուն, տրամապանակից հանեցին մի քիչ փող, ճիշտ այնքան, որպեսի սենյակ վարձի 1 ամսով եւ ուտելիք գնի։ Ես վերադարձավ եւ անցկացրեցի թղթադրամները ճաղերի արանքով։ Սա վերջ, այլևս ոչինչ չի լինի, ոչ մի կոպեկ։ 5 տարի անց, եթե ողջ մնաս եւ փոխվես, արի։ Իսկ մինչ այդ դու ինձ որդի չես։ Նա խլեց փողերը։ Պապա, գնա։ Ես շրջվեցի եւ գնացի դեպի տուն։ Արշալույսը կանգնած էր հյուրասենյակի պատուհանի մոտ։ Նա ամեն ինչ տեսել էր։ Ես մտա տուն։ Նա նայում էր ինձ սարսափով։ Արթուր, դու նրան դուրս արեցիր։ Սառնամանիքին։ Ես նրան շանս տվեցի, ասացի ես, նստելով բազգաթոռին։ Սիրտս խփում էր այնպես, որ թվում էր կջարդի կողոսկրներս։ Միակը։ Եվ հիմա ասեք ինձ դուք, ով ինձ հիմա լսում է, պետք է ես արդյոք այդ պահին գթասրտություն ցուցաբերեի, ինչպես խնդրում էր արշալույսը, եւ թողնեի նրան թույլին եւ ջախջախվածին։ Տուն։ Թե ես ճիշտ էի, որ փակեցի դուռը, ստիպելով նրան վճարել իր դավանաճանության համար մինչև վերջ։ Այն օրվանից հետո, երբ ես վռնդեցի Արտաշին դարպասի մոտից, կյանքը վերածվեց անապատի։ 5 տարի։ Ես ինքս նշանակեցի այդ ժամկետը եւ այն կախվեց մեր տանը ինչպես դատավճիռ։ Արշալույսը այլևս չէր լալիս, նա քարացել էր։ Մենք ապրում էինք ինչպես հարևաններ, մենք միասին ընթրում էինք։ Ես պատմում էի նրան հյուրանոցների գործերից, նա գլխով էր անում, բայց մեր միջև անընդհատ կանգնած էր մեր որդու ստվերը։ Ես գիտեի, ես ներքուս զգում էի, որ նա փորձում է ինչ-որ բան իմանալ նրա մասին, զանգում է ինչ-որ հին ընդհանուր ծանոթների, ես չէի արգելում, բայց մի անգամ ասացի. «Արշալույս, պետք չէ, սա նրա ճանապարհն է։ Եթե մենք հիմա նրան օգնենք, ամեն ինչ իզուր էր»։ Նա նայեց ինձ այնպիսի ատելությամբ, որ ես հետ քաշվեցի։ «Սա ճանապարհ չէ, Արթուր, սա մահ է, դու սպանում ես նրան»։ Ես նրան ծնվելու շանս եմ տալիս, պատասխանեցի ես։ Բայց ես այնքան էլ հրեշ չէի։
Ես նույնպես հայր էի։ Ես չէի կարող ուղակի դուրս շպրտել նրան փողոց եւ սպասել, թե ինչ կլինի։ Դարպասի մոտ տեղի ունեցած խոսակցության հաջորդ օրը ես կանչեցի Գվիդոնին, իմ ածպետին։ Գվիդոն, ասացի ես, նայելով սեղանին, ինձ պետք է իմանալ, թե որտեղ է նա, ինչ է կատարվում նրա հետ, բայց կա մեկ պայման։ Որն է, Ստեփանյան։ Նա չպետք է իմանա, ոչ ոք չպետք է իմանա։ Դու կգտնես նրան մարդ կկցես։ Ինձ մանրամասներ պետք չեն։ Ինձ պետք է իմանալ 3 բան։ Նա ողջ է, նա բանտում չէ, եւ նա, ես կակացեցի, նա սավազ չէ։ Վերջ։ Ոչ մի օգնություն, ոչ մի միջամտություն։ Պարզապես հետևիր։ Գվիդոնը գլխով արեց։ Եվ սկսվեցին իմ գախնի հաշվետվությունները։ Շաբաթը մեկ անգամ Գվիդոնը դնում էր սեղանիս բարակ թղթապանակ։ Ես կարդում էի այն, երբ արշալույսը տանը չէր։ Առաջին ամիսները դժոխք էին։ Ես կարդում էի եւ սպիտակում։ Արտաշը իսկապես մի սենյակ էր վարձել Մոլդավանկայի կոմունալ բնակարանում, այն փողով, որ ես նրան տվել էի։ Նա փորձում էր աշխատանքի տեղավորվել մասնագիտությամբ, բայց նրա ճարտարապետի դիպլոմը առանց կապերի եւ փորձի ոչ ոքի պետք չէր։ Աները յուր զոքանչը հոգ են տարել, որպիսի իրենց բոլոր ծանոթները իմանան, որ Արտաշը կտրած կտոր է։ Ես կարդում էի, թե ինչպես էր գնում շին հրապարակներ, աշխատում որպես բանվոր, պարկեր կրում։ Նրանք գցում էին փողերի հարցում։ Ես կարդում էի, թե ինչպես էր նա վաճառել իր թանկարժեք հեռախոսը, հետո ժամացույցը, որ ես էի նվիրել։ Ես մի քանի անգամ բռնում էի լսախոխը, որպիսի զանգեմ Գվիդոնին, ասեմ, հերիք է, օգնիր նրան, բայց հետո հիշում էի արշալույսի աչքերը հայն պաշտգամփում եւ իջեցնում էի ձեռքս։ Նա պետք է անցնել այդ հատակը ինքնուրույն։ Իսկ հետո 3 ամիս անց հաշվետվությունները փոխվեցին։ Արտաշը աշխատանքի տեղավորվեց ճարտարապետական բանիկ ճարտարապետ, այլևս ծրիչ, գծագրող, նա նստում էր հին կուլմանի գծագրող սեղանի առաջ եւ արտանկարում էր ուրիշի նախագծերը կոպեկներով։ Անցավ 1 տարի, նա դեռ աշխատում էր այնտեղ։ Նա տեղափոխվեց կոմունալից մի փոքրիկ առանձին բնակարան, էժան, ավերված, բայց իրենը։ Գվիդոնը զեկուցեց. Ալինայի հետ նրանք ամուսնալուծվեցին պաշտոնապես։ Նա իսկ իլեք չի եկավ դատարան։ Իրենց ծնողները ամեն ինչ ձևակերպեցին ինքնուրույն, արագ, լուր, ջնջեցին նրան կյանքից։ Անցավ 2 տարի։ Այդ ընթացքում արշալույսը ծերացավ մի 10 տարով։ Մենք գրեթե չէինք խոսում նրա մասին։ Այդ թեման արգելված դարձավ։ Նա գիտեր, որ ես ինչ-որ բան գիտեմ, բայց չէր հարցնում, վախենում էր լսել ճշմարտությունը։ Իսկ ես կարդում էի Գվիդոնի հաշվետվությունները։ Արտաշը աշխատում էր, նա դեռ գծագրող էր, բայց նրան սկսեցին վստահել ինչ-որ մանր նախագծեր, կրպակի վերափախում, սանդուխի հաշվարկ, նա ապրում էր իր աշխատավարձով, նա ծիծաղելի էր մեր չափանիշների պես, նա դրանով ապրում էր, նա չէր խմում, պարտք չէր վերցնում, նա պարզապես աշխատում էր։ Եվ այն ժամանակ ես որոշեցի, ժամանակն է։ 2 տարին բավական էր, որպեսի նա իջներ հատակ եւ սովորեր կանգնել դրա վրա։ Հիմա պետք էր ստուգում, ես կանչեցի Վադիմին եւ Գվիդոնին։ Ինձ պետք է, ասացի ես, որ դուք ստուգեք նրան իսկապես։ Պլանը պարզ էր, բայց դաժան։ Մենք հորինեցինք պատվիրատու, իբր հարուստ կիևցի գործարար, ով ուզում է կառուցել փոքրիկ հյուրանոց Օդեշայի մոտ, Զատոկայում։ Գվիդոնը գտավ մարդու, նախկին քննիչի, ով կարողանում էր մտնել դերի մեջ։ Նա եկավ այդ բյուրոն, որտեղ աշխատում էր Արտաշը, որպես հաճախորդ փողոցից, եւ ասաց, որ փնտրում է երիտասարդ, քաղցած ճարտարապետների։ Նրան ցույց տվեցին ինչ-որ էսկիզներ, եւ նա պատահաբար մատով ցույց տվեց Արտաշի աշխատանքը։ Ահա, ասաց նա, սա եմ ուզում, ով է արել։ Բյուրոյի պետը, մի ծեր հրյա, դուրս բերեց Արտաշին։ Արտաշը մաշված սվիտերով էր, նիհար։ Պատվիրատուն տարավ նրան թանկարժեք ռեստորան։ Առաջին անգամ 2 տարվա ընթացքում Արտաշը նորմալ ուտելիք կերավ։ Իսկ հետո պատվիրատուն բացեց խաղաքարտերը։ Լսիր տղա, ինձ դուր է գալիս քո ոճը։ Ես կտամ քեզ այս նախագիծը, դու կլինես գլխավորը եւ կստանաս, նա նշեց գումարը։ Գումար, որով Արտաշը կարող էր իրեն բնակարան գնել։ Սա քո շանսն է դուրս գալու այս փոսից։ Արտաշի դերքերը, ինչպես զեկուցում էր ինձ հետո Գվիդոնի մարդը, դողացին։ Ինչ է պետք անել, հարցրեց նա։ Դե, ամեն ինչ պարզ է, պատվիրատուն ծիծաղեց։
Նախագիծը գեղեցիկ կլինի թղթի վրա, բայց կառուցելու ենք դե դու հասկանում ես, մի փոքր կտնտեսենք։ Այնտեղ բետոնը էժանագին, այնտեղ ամրանները բարակ։ Քո խնդիրն է պարզապես ստորագրել ակտերը, որ ամեն ինչ ըստ նախագծի է։ Հասկանում ես, սա պարզապես բիզնես է։ Բոլորն այդպես են անում։ Քո հայրը այստեղ պատվիրատուն արեց այն, ինչ ես նրան խնդրել էի։ Նա հրեշտակ չէ։ Ხო չես կարծում, թե նա իր հյուրանոցները սուրբ ջրով է կառուցել։ Ահա եւ դու սկսիր։ Ես սպասում էի Գվիդոնի հաշվետվությանը ինչպես դատավճռի։ Եթե նա համաձայնի, նշանակում է վերջ։ Նշանակում է ես կորցրեցի նրան ընդմիշտ։ Նշանակում է նա փտտած է։ Գվիդոնը եկավ ինձ մոտ ուշ երեկոյան, նստեց դիմացս։ Դե, ասացի ես։ Ստեփանյան, Գվիդոնը նայեց աչքերս։ Նա հրաժարվեց, շնչառությունս կտրվեց։ Ինչպես։ Նա լսում էր նրան մոտ 10-րդ րոպե, պատի պես գույնատեր։ Իսկ հետո վեր կացավ, վերցրեց իր թղթապանակը եւ ասաց. Գիտեք, ես ավելի լավ է կրպակներ գծեմ։ Ես արդեն մի անգամ փորձել եմ պարզապես բիզնեսը, այլևս չեմ ուզում։ Պատվիրատուն նրա հետևից. Հիմար, դու քո շանսդ բաց ես թողում։ Իսկ Արտաշը շրջվեց եւ ասաց. Ոչ, ես այն հենց նոր ստացա եւ գնաց։ Չկերավ իր ստեյքը մինչև վերջ։ Գվիդոնը լռեց, իսկ ես չէի կարողանում խոսել։ Ես շրջեցի դեպի պատուհանը, ձեռքերս դողում էին։ Նա հրաժարվեց։ Իմ որդին, քաղցած, աղքատ, մաշված սվիտերով, հրաժարվեց փողերը, որոնք կարող էին լուծել իր բոլոր խնդիրները։ Նա հրաժարվեց, որովհետև հիշեց, դա ավելին էր, քան ես սպասում էի։ Դա ապացույց էր ոչ թե ինձ համար, այլ իր համար։ Լավ, Գվիդոն, ասացի ես, տիրապետելով ձայնիս, շնորհակալություն։ Ես այդ գիշեր, երբ Գվիդոնը բերեց ինձ այդ նուրը, քնեցի առաջին անգամ 2 տարվա ընթացքում։ Ոչ թե մանուկրոջ, ոչ, այլ որպես մարդ, ում ուսերից իջրեց անտանելի բեռը։ Նա ասաց ոչ, քաղցած, աղքատ, մաշված սվիտերով, նա ասաց ոչ փողերին, որոնք կարող էին լուծել իր բոլոր խնդիրները։ Նա ոչ թե անցավ իմ ստուգումը, ոչ։ Նա ինքը իր համար ինչ-որ բան որոշեց։ Ինչ-որ բան, ինչ ես չկարողացա ներդնել նրա մեջ 30 տարվա ընթացքում։ Առավոտյան ես նստեցի Արշալուսի դիմաց, նա ինչպես սովոր է, սուրճ էր խմում, նայելով պատուհանին։ Արշալուս, ասացի ես։ Նա ցնցվեց, սովոր չէր, որ ես այդպես եմ նրան դիմում։ Ես գիտեմ, որ քեզ համար դժվար է, ինձ համար նույնպես, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, մեր Արտաշը, նա փոխվում է, նա ճիշտ ճանապարհի վրա է։ Նա աչքերը հառեց ինձ. Որտեղի գիտես։ Դու տեսել ես նրան։ Ես գլուխս տարոբարեցի։ Ես չկարող եմ ասել, պարզապես հավատա ինձ։ Նա կհաղթահարի, ես հիմա դրան հավատում եմ։ Ես չկարողացա իրեն պատմել այդ ներկայացման մասին, դա կեղտոտ կլիներ, դա իմ ստուգումն էր, իմ բեռը, նրան պետք չէր դա իմանալ։ Եվ հոսեցին մնացած 3 տարիները, դա ամենատարօրինակ ժամանակ էր, առաջ ես սպասում էի Գվիդոնի հաշվետվությունների վախով, հիմա ես դադարեցրեցի դրանց սպասել, ես դադարեցրեցի հետապնդումը, ես պարզապես վճարում էի Վադիմին, որ նա կես տարմեկանց ստուգի նրան բազաներով, ողջը, դատված չէ, աշխատում է, վերջ։ Ես այլևս չէի մտնում նրա հոգին մեջ, նա պետք է անցներ այդ ճանապարհը, մինչև վերջ ինքնուրույն։ Մոտ 4 տարի անց Արշալուսը չդիմացավ։ Ես մի անգամ վերադարձա տուն, իսկ նա ուրիշ է։ Աչքերը փայլում են։ Այտերին կարմրուտ կա։ Բան է պատահել, Արշալուս, հարցնում եմ ես, նա շփոթվեց։ Ես այսօր նրա բյուրոյի կողքից էի անցնում։ Տեսա նրան հեռվից։ Նա այնքան մեծահասակ է Արթուր, եւ այնքան նիհար։ Ես հոգովս հանեցի։ Ես գիտեի, որ դա վաղ թե ուշ կպատահի։ Դու խոսեցիր նրա հետ։ Ոչ, վախեցած պատասխանեց նա։ Ոչինչ ես ասում, նա ինձ չտեսավ։ Ես ուղակի նայեցի։ Ես գրկեցի նրան։ Շուտով, Արշալուս, արդեն շուտով։ 5 տարի։ Ժամկետը լրանում էր մարտին։ Ես սպասում էի։ Ես կարծում էի նա կգա դարպասի մոտ հենց նույն տարին, լուռ 5 տարի անց, բայց նա չեկավ։ Ոչ մարտին, ոչ ապրիլին։ Նա օրերը չել հաշվում։
Եվ մայիսի կեսերին ես չդիմացա։ Ես ինքս կդա նրա ճարտարապետական բյուրոյի համարը։ Խնդրում եմ Արտաշ Արթուրիին։ Լսափողում լռեցին։ Լսում եմ։ Ձայնը օտար էր, ցածր, խրպոտ, հոգնած։ Մեծահասակ, ինձ օտար տղամարդու ձայն։ Ոչ իմ Արտաշը։ Որդիս, ասաց ես։ Լսափողում լռություն տիրեց, այնքան լուռ, որ ես լսում էի, թե ինչպես է սիրտս խփում ինչ որտեղ կոկորդիս մեջ։ Բարև պապա, ասաց նա։ Մենք հանդիպեցինք սրճարանում, ոչ մեր տանը, ոչ նրա գրասենյակում, չեզոք տարածքում։ Նա մտավ, ես նրան հազիվ ճանաչեցի։ Նա 35 տարեկան էր, բայց երևում էր բոլոր 40-ը։ Չոր, ձիգ, հասարակ, բայց իդեալական մաքուր կոստյումով։ Եվ աչքերը, մեծահասակի, շատ տխուր աչքեր։ Նա նստեց դիմացս։ Մատուցողը սուրճ բերեց։ Շնորհակալություն, որ զանգեցիր, ասաց նա։ Ես ասացի. 5 տարի։ Ժամկետը լրացավ։ Նա գլխով արեց։ Ես գիտեմ։ Մենք լռում էինք։ Դա իմ կյանքի ամենածանր լռությունն էր։ Ինչպե՞ս ես, հարցրի ես։ Աշխատում եմ, ապրում եմ։ Մայրդ կարոտում է։ Ես էլ, ցածր, ասաց նա։ Եվ այդ պահին ես հասկացա, նրան պետք չէին իմ քարոզները, նրան պետք չէր իմ ներումը։ Նա ինքն իրեն դատել էր այս 5 տարիների ընթացքում։ Պապ, ասաց նա, նայելով բաժակի մեջ, ես այնպիսի ապուշ էի, այնպիսի… Նա չէր կարողանում բառ գտնել։ Ես գիտեմ, տղաս, ես գիտեմ։ Մենք նստեցինք այդպես 1 ժամ, խոսեցինք եղանակից, քաղաքից, աշխատանքից, ամեն ինչից բացի նրանից, ինչ պատահել էր։ Իսկ հետո նա հարցրեց. դու չգիտես, ինչպես են նրանք, թոռները։ Եվ այստեղ ես հասկացա, որ նրա պատիժը ավելի սարսափելի էր, քան իմը։ Ալինան ծնողների հետ մեկնեց, կամ Իսրայել, կամ Գերմանիա, ես չեմ ճշտել։ Տարան երեխաներին։ Նա գլխով արեց։ Ես գրում եմ նրանց, ասաց նա խուլ, բայց չգիտեմ, հասնում են նամակները։ Աները, նա ամեն ինչ արգելափակել է։ Ես չեմ տեսել նրանց այն նույն օրվանից։ Ահա այն, նրա հատուցումը, ոչ թե աղքատությունը, այլ այս։ Ես կգտնեմ նրանց, ասացի ես։ Ես խոստանում եմ։ Արի մորդ մոտ, ասացի ես հրաժեշտին։ Շաբաթ օրը ցերեկը։ Նա եկավ։ Արշալույսը, երբ բացեց դուռը եւ տեսավ նրան, ուղակի սահեց դռան շրջանակով։ Նա բռնեց նրան, գրկեց եւ նրանք կանգնած էին այդպես 10 րոպե նախասրահի մեջտեղում եւ երկուսն էլ լայլում էին։ Իսկ ես կանգնած էի կողքի եւ հասկանում էի, որ սա միայն սկիզբն է։ Ես գտա թոռներին Վադիմի միջոցով, 10-րդ ձեռքերով։ Նրանք Գերմանիայում էին։ Ես կազմակերպեցի տեսազանք։ Արշալույսը բերեց նոութբուքը։ Էկրանին հայտնվեցին 2 դեռահասներ։ Նրանք գրեթե չէին հիշում, խոսում էին ակցենտով։ Պապիկ Արտուր, տատիկ Արշալույս։ Իսկ հետո տեսան Արտաշին։ Իսկ սա ուղ է։ Արտաշը նայում էր էկրանին եւ դեմքով արցունքներ էին հոսում։ Նա փորձում էր նրանց ինչ-որ բան ասել ռուսերեն, հետո անգլերեն։ Նրանք չէին հասկանում։ Դա ավելի սարսափելի էր, քան դատը։ Բայց մենք սկսեցինք։ Մենք սկսեցինք այդ զանգերը։ Ամեն շաբաթ, քիչ-քիչ։ Իսկ կես տարի անց Արտաշը եկավ ինձ մոտ գրասենյակ, սեղանին դրեց թղթապանակ։ Արթուր Ստեփանյան, ասաց նա, պաշտոնապես։ Ես գործնական առաջարկ ունեմ։ Իմ ֆիրման ընդլայնվում է, ինձ առաջարկում են մասնաբաժին։ Ինձ փոխառություն է պետք։ Թղթապանակում բիզնես պլաններ, հաշվարկները եւ վերադարձի ժամկետները։
Ես նայում էի նրան։ Նա չէր խնդրում։ Նա գործարք էր առաջարկում։ Տոկոսը շուկայական կլինի, Արտաշ։ Ես հասկանում եմ։ Եթե ուշացնես գոնե մեկ վճարում, ես վերցնում եմ մասնաբաժինը։ Ես համաձայն եմ։ Ես ստորագրեցի չեկը։ Նա վերադարձրեց ամեն ինչ 1 տարում, մինչև կոպեկը, տոպոսներով։ Վերջին վճարման օրը նա նորից եկավ գրասենյակ, սեղանին դրեց վերջին անդորրագիրը։ Մենք հաշիվները մաքրեցինք, Արթուր Ստեփանյան։ Ես վերկացա, շրջանցեցի սեղանը, նո տղաս։ Հիմա կարծես թե հաշիվները մաքրեցինք։ Ես մեկնեցի նրան ձեռքս, գնացինք տուն։ Մորդ բորշ է եփել։ 5 տարի անցան։ Մենք չդարձանք նախկինը։ Չկարելի սոսկնձել կոտրված բաժակը, այնպես որ ճաքերը չերևան։ Բայց մենք դարձանք ընտանիք, ուրիշ, եւ մոտենում էր մեր եւ Արշալույսի ամուսնության 40-ամյակը։ 40 տարի։ Ռուբինե հարսանիք։ Ես նայում էի Արշալույսին եւ սիրտս ճմլվում էր։ Ինչքան բան ենք վերապրել, ինչքան անգամ կարող էինք կոտրվել, բաժանվել, ատել միմյանց, հատկապես այն 5 տարեներին։ Բայց մենք նստած էինք մեր տանը, ֆրանսիական բուլվարում, այն նույն սեղանի շուրջը, որտեղ մի ժամանակ քինջու էր անցկացնում դավաճանները։ Միայն թե հիմա սեղանի շուրջ մենք երկուսն էինք եւ Արտաշը, ոչ մի հյուր, ոչ մի բարձր երաժշտություն։ Միայն մենք երեքը։ Որդիս եկավ մեզ ոտ ոչ որպես ժառանգ, ոչ որպես խնդրող, այլ որպես որդի, ով եկել է շնորհավորելու ծնողներին։ Նա ծաղկեփունջ բերեց Արշալույսին եւ մի շիշ լավ գինի, որը գնել էր իր փողով։ Մենք նստած էինք, կամաց զրուցում էինք եւ Արշալույսը հանգիստ էր։ Առաջին անգամ այս տարիների ընթացքում ես տեսա նրա դեմքին ոչ թե ցավի սառած դիմակ, այլ խաղաղություն։ Եվ ահա Արտաշը վերկացավ։ Նա ձեռքն առավ բաժակը, ձեռքերը նկատելիորեն դողում էին։ Մամա, պապա, սկսեց նաև ձայնը կտրվեց։ Նա հազաց։ Ձեզ մոտ այսօր 40 տարի է, դա մի ամբողջ կյանք է։ Եվ ես ուզում եմ ասեն ձեզ շնորհակալություն։ Նա նայեց ինձ ուղիղ աչքերիս, առանց վախի, առանց քծնանքի։ Պապա, ես ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ, բայց ոչ նրա համար, ինչի մասին դու երևի մտածում ես։ Ես ուզում եմ ասել շնորհակալություն ոչ թե նրա համար, որ դու ինձ ի վերջո ընդունեցիր, այլ նրա համար, որ դու ինձ այն ժամանակ դուրս արեցիր։ Արշալույսը հառաչեց։ Ես քեզ նայում էի նրան եւ սպասում։ Ես ատում էի քեզ, շարունակեց Արտաշը, նայելով աչքերիս։ Առաջին 2 տարին ես քնում եւ արթնանում էի այն մտքով, ինչ դաժան ես դու, ինչպես կարող էիր հարազատ որդուն սխալի համար։ Ես խղճում էի ինձ։ Ես մտածում էի, որ դուք հրեշ եք, իսկ ես զող։ Ես պարկեր էի կրում շինհրապարակում եւ մտածում էի, որ դու ես ինձ այնտեղ քշել։ Նա լռեց, հավաքելով մտքերը։ Իսկ հետո ես չգիտեմ ինչպես դա պատահեց։ Ես ուղղակի հոգնեցի ինձ խղճալուց։ Ես սկսեցի աշխատել։ Ես հրաժարվեցի այն կեղտոտ փողերից, այն ծուղակից, որն ինձ առաջարկում էին։ Ես գլխով արեցի։ Ես գիտեի։ Եվ ես հրաժարվեցի ոչ թե նրա համար, որ վախենում էի քեզնից, այլ որովհետև ես առաջին անգամ կյանքում վախեցա ինքս ինձնից։ Ես հասկացա, որ եթե համաձայնեմ, ապա կդառնամ ճիշտ այնպիսին, ինչպիսին նրանք էին, ում հարամարհում էի։ Կդառնամ այնպիսին, ինչպիսին Ալինայի ծնողներն էին։ Եվ ես հասկացա, թե ինչու դու դա արեցիր։ Դու ինձ տվեցիր ոչ թե պատիժ, պապ, դու տվեցիր ինձ ամենասարսափելին։ Դու ստիպեցիր ինձ բախվել հետևանքների հետ։ Դու չփորձեցիր ինձ փրկել։ Դու թույլ տվեցիր ինձ ընկնել ամենահատակը, որպեսզի ես այնտեղից հրվեմ։ Եթե դու այն ժամանակ ինձ ներեիր, եթե դու պարզապես հանդիմանեիր ինձ ու թողնեիր ամեն ինչ այնպես, ինչպես կա, ես երբեք չէի փոխվի։ Ես այդպես էլ կմնայի այն նոչինչինցը, որ նստած էր պատշգամբում եւ համոզում էր մորս տալ տունը։ Նա բարձրացրեց բաժակ ավելի վեր։ Շնորհակալություն, որ ձեր սերը հերիքած լինել կոշտ։ Շնորհակալություն, որ դուք չխիղճացաք ինձ։
Դուք ինձ փրկեցիք նրանով, որ չներեցիք։ Ձեր կենաց։ Նա խմեց, նստեց եւ փակեց դեմքը ձեռքերով։ Արշալույսը մոտեցավ նրան, ձեռքը դրեց ուսին, իսկ ես նստած էի եւ հասկանում էի, որ հենց հիմա, այս վարքյանին, ինձ մոտ վերադարձավ իմ որդին։ Ոչ այն ինֆանտիլ տղան, այլ մեծահասակ, վիրավորված, բայց իսկական տղամարդ։ Մեկ շաբաթ անց ես նորից գնացի Վադիմի մոտ։ Երեկոյան ասացի Արշալույսին. ես ուղեցի կտակը։ Նա լարվեց. Արթուր, պետք չէ, նա չէ որ հանգստացիր, ժպտացի ես։ Ես վերադարձի նրան մի մասը։ Ամբողջը, ոչ, 20%-ը։ Արշալույսը նայեց ինձ զարմանքով. ինչու այդքան քիչ։ Արշալույս, ասացի ես բռնելով նրա ձեռքը։ Սա ոչ թե խղճահարությունից է եւ ոչ էլ որպես պարգև։ Սա ճանաչում է, նա մեծացել է։ Նա հիմա ինքն էլ կվաստակի։ Իսկ 20%-ը խորհրդանիշ է, դա նրա բաժինն է, վաստակած։ Ոչ թե որպես նվեր, այլ որպես աշխատավարձ նրա համար, որ նա մարդ դարձավ։ Մնացածը ամեն ինչ նույնն է։ Քոնը եւ բարեգործական հիմնադրամներինը։ Նա պետք է հիշի, մենք բոլորս պետք է հիշենք։ Ծերությունը մոտենում է աննկատ։ Հիմա ես ավելի հաճախ եմ նստում այն նույն պատշգամբում, նայում ծովին։ Տունը, որը քիչ էր մնում դառնար կրվախնձոր, որը տեսավ այնպիսի դավաճանություն, նորից լցվել է լռությամբ։ Արտաշը բերում է թորներին, նրանք գալիս են արձակուրդներին Գերմանիայից, խոսում են ռուսերեն արդեն ավելի լավ։ Արշալույսը սովորեցնում է նրանց թխել մեր վերտու տաները։ Արտաշը ժամերով նստում է ինձ հետ այստեղ պատշգամբում։ Մենք չենք խոսում նրա մասին, ինչ եղել է։ Մենք խոսում ենք ապագայի մասին, նրա նախագծերի մասին։ Նա լավ ճարտարապետ է դարձել։ Ես հաճախ կրկնում եմ եւ Արտաշին, եւ Արշալույսին, եւ ինքս ինձ։ Իսկական սերը նրանում չէ, որ ամեն ինչ ներես։ Այն նրանում է, որ ժամանակին տեսնես փտածությունը եւ թույլ չտաս նրան լափել ամեն ինչ։ Ընտանիքի պաշտպանությունը միշտ չէ, որ փափուկություն է։ Երբեմն դա շատ կոշտ, շատ սառը որոշում է։ Ներումը ոչինչ չարժի, եթե այն վաստակած չէ։ Այն նման է կեղծ փողերի։ Կարծես թե կա, բայց դրանով ոչինչ գնել չես կարող։ Արտաշը ուրիշ դարձավ։ Ոչ թե որովհետև նրան խղճացին, այլ որովհետև մի օր նրան թույլ տվեցին մինչև վերջ պատասխան տալ նրա համար, ինչ նա հարել էր։ Ես ապրել եմ երկար կյանք եւ հասկացել մեկ բան. երբեք մի հետաձգեք ծանր խոսակցությունը։ Եթե տեսնում եք, որ ձեր հարազատ մարդը գնում նոշ տեղ, մի լռեք, մի խղճացեք նրան, երբեմն ամենամեծ բարությունը ճշմարտությունը ասելն է եւ ստիպելը նայել դրա աչքերին։ Խնդրում եմ, պահպանեք ձեր ընտանիքները։ Ես պատմեցի ձեզ ամեն ինչ ինչպես եղել է։ Իսկ ձեր կյանքում պատահել է այնպես, որ որոշումը, որը թվում էր աշխարհի վերջը, արդյունքում դարձավ միակ փրկությունը։ Կիսվեք ձեր պատմությամբ մեկնաբանություններում։ Ինձ իսկապես կարևոր է իմանալ, որ ես մենակ չեմ անցել այս ամենի միջով։